Այսօրվա մեր հյուրն է Frangian & Co. Ընկերության հիմնադիր բեմադրող ռեժիսոր Ռոբերտ Ֆրանգյանը։ Եթերում թոփ թեմաներն են, ես Դիանա Գաբրիելյանը։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am Ռոբ, քո երկարատև ծավալած գործունեությունն իր պտուղները տվեց եւ արդեն առանձնացել ես եւ արդեն կարելի ասել քո production-ն ես բացել։ Որ խնդրեմ կներկայացնես թե ինչ գործունեություն ես ծավալում եւ ինչով մեկնարկեց հա production-ի աշխատանքը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Production բացելու միտքը մի քանի տարի արդեն իմ ուղեղում էր։ Մտածում էի անեմ թե չանեմ, բայց երբ որ որոշեցի հստակ եւ տենց ընկերներիս հետ, իհարկե իմ գործընկերների օգնությամբ ստեղծեցինք իմ production-ը Frangian & Company, որը կազմակերպում ենք տարբեր տեսակի նկարումներ, ֆոտոշութեր, կրեատիվ մտքեր ենք տալիս հանրությանը, որպեսզի հետաքրքիր բաներ ունենանք։ Իհարկե մարդիկ ինձ արդեն ճանաչում են մոտ 10 տարի այս ոլորտում եմ, ասենց ասեմ անկեղծ, զուտ անունն եմ ավելացրել, այսինքն ամեն ինչը նույն ձև ոնց աշխատել ենք 10 տարի կրեատիվ մտքերով աշխատում ենք, ուղղակի անունն է, որ ավելի հասանելի լինի բոլորին, թե սոցիալական հարթակներում, թե ամբողջ Հայաստանում։ Ու հատկապես հայտնի ես որպես առողջապահական ոլորտի լուսաբանող։ Ասում են, առողջապահական ոլորտը իմ համար, ասել եմ միշտ, մենք ունեցել ենք հարցազրույցներ, դա մի ուրիշ ոլորտ է, որը սիրով եմ անում, արդեն իսկ համագործակցություն ունեմ տարբեր հիվանդանոցների հետ, բնականաբար նաև Մարգարյան հիվանդանոցի հետ չեմ կարող չասել այդ համագործակցությունը, որը որ մենք արդեն նկարում ենք տարբեր տեսակի ծննդաբերություններ, թե բնական ճանապարհով, թե կեսարյան ճանապարհով, ճիշտ է, այս թեմայով շատ եմ խոսացել անգամ քո մոտ, բայց սա ինչով եմ ուզում առանձնացնել, որ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մարգարյան հիվանդանոցի տնօրինությանը, որ իմ առաջարկը լսելով իրանք հետաքրքիր որոշում կայացրեցին, որ մենք սա անում ենք ընտանիքների համար լրիվ անվճար հիմունքներով, այսինքն ես եւ հիվանդանոցի ղեկավարությունը ունենք պայմանավորվածություն, որ այս ամենը, այս կյանքի կարևոր փուլը պահը մենք ֆոտոշութերի միջոցով անում ենք բնական, ինչը որ կա բնական անում ենք եւ դա տրամադրում ենք ընտանիքներին եւ ընտանիքների մեծերով համաձայնվում են, արդեն ընտանիքներն են նաեւ ինձ գրում, իմ Instagram-յան էջին են գրում, հիվանդանոցին են նաեւ գրում, մենք ամեն ծնողի հետ խոսում ենք, ամեն ինչը պայմանավորվում ենք, իհարկե օրենքի դաշտում, նաեւ տնօրինությանը հարցնում եմ, տնօրինությունը օքեյ է տալիս է եւ գնում ենք առաջ։ Դա այդ մասով։ Իսկ մնացած բոլոր հիվանդանոցներում, օրինակ Նորք մարզասրտաբանական կենտրոնի հետ համատեղ աշխատանքներ ունենք, որը որ գնում է առաջ։ Ուզում եմ ասեմ բոլոր հիվանդանոցների հետ ունենք համագործակցություններ, գրեթե բոլոր, չասեմ ամբողջ, բայց գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցների հետ ունեմ համագործակցություններ, որից լավ է։ Սիրում եմ այդ ոլորտը, անկեղծ շատ եմ սիրում։ Ռոբ, եւ առաջին մեծ աշխատանքը, որը հա production-ը բացելուց հետո ոնց որ մեկնարկային աշխատանքը որն էր։ Առաջին ծավալուն աշխատանքը production-ից հետո իմ ռեժիսորական աշխատանքն էր, վերջերս տեղ ունեցավ Դելիդիար 2025 միջազգային մրցանակաբաշխությունը, հանրային վարկանիշ ընկերություններ կազմակերպում, այդտեղ իմ պարտավորվածությունը, իմ production-ը եւ իմ ամբողջ նկարման process-ը, միջև մրցանակաբաշխությունը մենք ֆիլմեր ենք նկարում, գրեթե 2 ամիս աշխատել ենք այդ ամեն ինչի վրա, ֆիլմեր ենք նկարում, մոնտաժում ենք, գործընկերներին ենք ուղարկում հաստատման եւ այլն, մեծ աշխատանքը այդ ամենի կուլմինացիան դա ռեժիսուրան էր, որը որ գիշեր ցերեկ չքնելով մենք հասանք այդ արդյունքի, իհարկե ես մենակ չէի, իմ staff-ի հետ էի եւ իհարկե ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել հանրային վարկանիշ ընկերության ղեկավարությանը, որ իրանք տվեցին ինձ այդ հնարավորությունը։ Եվ այս ամենը ավարտեցինք, հանձնեցինք հեռուստաընկերություններից մեկին, ինչի համար ես իրոք երջանիկ եմ այն բանը, որ ես իմ աշխատանքը սիրով եմ անում եւ շատ գոհ եմ, որ ես գիշեր ցերեկ չքնելով այդ ամենը պետքա ունենայի եւ առաջին աշխատանքը production մեծ դա էր, երկրորդը արդեն ունենք փոքրիկ տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ, որով արդեն գնում է առաջ, ընթացիկ մոնտաժային աշխատանքների փուլի մեջ են եւ այդպես։ Ռոբ, իմ հյուրերն են հիմնականում այն մարդիկ, ովքեր իրենց ուժերով հա մեծ հաջողությունների են հասել եւ հասնում, այդ կետը հա որտեղից սկսել, ինչ խորհուրդ կտաք մեր դիտողներին, հա։ Իմ խորհուրդը կլինի մեկը, տենց շատ խորհուրդ տալ չեմ սիրում անկեղծ, կարող սիրում եմ աշխատել հանգիստ ու լուռ, որ
պետք է մարդ միշտ ինքը իր վրա աշխատի, կրթվի եւ իր սխալները ընդունի, անգամ աշխատանքի մեջ, որ դա շատ կարեւոր է, դու որ քո աշխատանքային սխալներն ընդունում ես, հետո վերանայում ես, դա ավելի պրոֆեսիոնալ ես դառնում իմ կարծիքով։ Իմ խորհուրդը որ պետք է աշխատել եւ աշխատել։ Օրինակ իմ համալսարանը, որտեղ ես ավարտել եմ, ինձ ամեն տարի օրինակ զանգում են, ասում են հավես երիտասարդ կա, ուղարկենք քո մոտ, ոնց ձերքը բացվի, տեսնի ինչ է կատարում նկանում, ու ասենք ամեն տարի ինձ զանգում են ինչ-որ մի հետաքրքիր երիտասարդ գալիս է, մեր թիմում է լինում, աշխատում է, գումար է ստանում եւ կամաց-կամաց ինչը որ ես եմ անցել, նույնը ինքն է անցնում։ Դա շատ կարեւոր է, շատ հավես երիտասարդներ կան, որ գնում են առաջ։ Դե իհարկե բացի այդ պիտի նաև բնավորության գծերը որոշ չափով, որովհետև համագործակցում եք բազմաթիվ մարդկանց հետ եւ հեշտ չէ, հա, բոլորի հետ շփումը, ինչպես է կարողանում նույնիսկ դա անել, որ բոլորը համագործակցում են եւ ցանկանում են միշտ ձեր հետ ոնց որ երկար տարիներ շարունակ այդ համագործակցությունը պահել։ Ճիշտ եք ասում, Դիանա ջան, տեսեք, իմ հետ աշխատելուց գործընկերներն են ասում, արդեն գործընկերներն նաև ընկերներ են, իրանք են ասում, ես չեմ ասում, որ քո հետ աշխատելը շատ հավես է, որ դու ճիշտ ես ընկալում ամեն ինչը, չես վիճում, որ նկարման հրապարակում չես գոռում։ Ես որ ասացի, ստիմ աշխատել հանգիստ լուր, դրա արդյունքն է նաև այդ, որ աշխատում, գիտեմ ինձ ինչա պետք, քանի որ մոնտաժային աշխատանքին մասնակցում եմ, ես եմ մոնտաժը անում, ճիշտ է իմ ընկերն է անում մոնտաժը, իմ ստաֆից մոնտաժնիկը աշխատում, բայց ես կողքը պետք է լինի, որպեսզի ճիշտ կարողանամ իմ նկարը ներկայացնեմ գործընկերոջը։ Ամենտեղ պիտի ձեռք չի լինում առանց գլուխ գովալու համար չեմ ասում, բայց եթե դու չես լինում, այդ ինչ որ թերություն է տալիս։ Բնավորությունը շատ կարևոր է մարդու, այսինքն դու պետք է հանգիստ մատուցես, որպեսզի քո գործընկերը ճիշտ ընկալի ինչ ես ասում։ Օրինակ ես ինչ որ գործընկեր ինչ որ բան առաջարկում, ասում եմ, իսկ կլինի տես չանենք, որտեղ ինքը ճիշտ չի։ Ինքը ասում այդ էս ինչ երկար մտածեցիր, երկար բան անում, որ ճիշտ է։ Օրինակ կլինիկայի մասին հոլովակ ենք նկարում իմիջային, արյան տեսարան։ Ասում եմ ճիշտ չի, այս արունը մենք ցույց տանք, որովհետև ինքը հետո կարա խնդիր լինի համացանցում եւ այլն եւ այլն։ Ինքը ասում է ինչ երկար ես մտածում, ճիշտ ես ասում, այսինքն ինքը համաձայն ասում, դրա տեղը կարելի է ուրիշ ձև փոխենք այդ ամեն ինչը։ Դե կարևոր է նաեւ պատասխանատու մոտենալ աշխատանքին ու անել նաեւ այն մանրուքները, որը գործառույթի մեջ չեն մտնում, բայց կարող են այդ ամբողջ, հա, կարծես թե իմիջի վրա ինչ որ հետք թողնել։ Ճիշտ է։ Եւ ինչ նպատակներ կան, ինչ երազանք, այսինքն ինչ է իրականացրել, որ միշտ երազել եք, կամ իրականացրել եք միգուցե 10%, 20%, առաջիկայում ինչ պլաններ կան։ Իրականացրել եմ իմ երազանքների, ասենց ասեմ, երևի մի 10%-ը, մնացածը դեռ երազանք է, բայց արդեն իրականացվում է կամաց-կամաց, որովհետև ամեն տարի տարբեր բաներ ոնց որ մեջտեղ գալիս, դու փորձում ես ճիշտ այդ ամեն ինչը կառուցես։ Օրինակ 10 տարի չէի մտածի, որ կունեմ production։ Դա իրոք երազանք էր։ Հիմա որ դու դա ունես, արդեն որ նայում ես, ասում ես հետաքրքիր է ոնց ես հասնում, էլի այդ ամենը։ Հիմա մենք խոսում ենք, որ 10 տարի հետո այս production-ը ավելի մեծ լինի, օրինակ մենք էլի հարցազրույց ունենանք ու հիշենք այս հարցազրույցը ոնց է եղել։ Երազանքները շատ է, բայց չեմ սիրում խոսալ։ Սիրում եմ sense հանգիստ, երբ որ հասնում է այդ ամեն ինչի կուլմինացիան, նոր խոսում եմ։ Չեմ սիրում միշտ ասել, որ երազում օրինակ, չգիտեմ, շատ մեծ հայտնի լուսանկարիչ դառնամ։ Եթե կլինի ժամանակի ընթացքում, կլինի։ Տարիներ հետո քո աշխատանքի շնորհիվ կլինի, իմ կարծիքով։ Չեք վախենում փոփոխություններից, նկատում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլն եւ դաշտում հա դիրքերը պահպանելու մտավախություն ունեցել եք երբևէ թե չէ։ Հիմա կարծում եմ արդեն չէ, ոնց կլինի։ Յուրաքանչյուրն իր գործն է անում, արդեն լավ թե վատ կողքից է երևում։ Կողքից է երևում, ժամանակն է ցույց տալիս, հիմա ճիշտ եք ասում, տեխնոլոգիան զարգացել է, ավելի մարդկային ռեսուրսը ոնց որ գնում է երկրորդ թե երրորդ պլան, բայց ինչ կլինի, թող լինի։ Մենք դեռ աշխատում ենք բոլորս մեր առօրյայով ու ստեղծում ենք մեր անունը։ Լավ, բլոգինգին վերադառնանք։ Բլոգեր չեք ցանկացել, բայց դարձել եք Էջը ակտիվանում է, չի ակտիվանում, ինչ նորություններ ունեք։ Էջը ակտիվանում է, բնականon կերպով ակտիվանում է։ Ես ոնց աշխատել եմ, ոնց վարել եմ իմ էջը, իմ ընկերների համար, իմ գործընկերների համար, տենց գնում է, ավտոմատ ինքը ակտիվանում է։ Օրինակ, չգիտեմ, վերջի 3-4 ամսում 5-600 հոգի ավելացել է։ Ոչ ինչ որ բան եմ արել որ ավելանա։ Օրգանիկ իր համար գալիս է։ Հիմա ասենք բացենք հեռախոսը եւ տեսնենք եւս 2 հոգի ավելացել է։ Ես ոչ գրում եմ ինձ follow եղեք, ինձ պատվիսկ եղեք, ավելանում է։
Թեև մենք խոսել ենք այդ թեմայով, բայց Facebook-ում ձեր ստատուսների շարքը միշտ այդպես ակտիվ է, ու մարդիկ միշտ կոմենտում են, ու օրը ոնց որ տրամադրությունը բացվում է, նույնիսկ ես մարդ գիտեմ, ով առավոտյան վաղ մտնում է, որ այդ ձեր հումորային ստատուսը կարդա ու տրամադրությունը բացվի, բայց ոնց են այդ մտքերը ծագում, ու ամենաստացված ստատուսը ո՞րն է եղել։ Ոայ շատ այն։ Ես հիմնականում աղջիկներին վերաբերող ստատուսներն եմ։ Ամենաստացված ստատուսների շարքը շատ է, չգիտեմ, օրինակ վերջերս մի ստատուս էի գրել, որը 500,000 պրասմոտր ունեցել այդ ստատուսը, չասած լայքերը մի 2000-ից ավել, բայց ստատուսը հենց օրգանիկ 498,000 դիտում է ունեցել այդ պոստը, այսինքն օրգանիկ, ձեր ասած է, որ մարդիկ սպասում են, ես էլ եմ անկեղծ չեկավ դա, բայց ես էլ եմ սպասում, այսինքն մտնում եմ, մտածում եմ Բալա ո՞նց է առաջանում այդ միտքը այդ պահին։ Դե, չգիտեմ։ Որը բոլորս էլ առնչվում ենք այդ խնդիրներին, բոլորս էլ տեսնում ենք երևույթները։ Մեր ասպարեզը նենց է, մենք տարբեր տեսակի մարդկանց հետ ենք շփվում, տարբեր տեսակի, հարսանեկան արարողություն նկարելու հետ կապված տարբեր տեսակի գործընկեր, գովազդներ, ֆիլմեր, տեսաֆիլմեր, այդպես պատմական ֆիլմեր, հոլովակներ, ուղղակի մենք չենք պատկերացնում մարդկանց մտքի թռիչքները։ Ասեմ, ոնց է ծնվում, հարսանեկան արարողություն պետք է նկարվի հաջորդ տարի։ Գնացել եմ, տեսել եմ, նստել ենք, ես, ապագա հաս, ապագա փեսա, նստել ենք, երեքով խոսում ենք։ Իմ օգնականը իմ սթորի նկարողն էր եկել, որ տենց բեքսեջային բաներ նկարեր, խոսում ենք, հիմա գրում ենք, ջնջում ենք, ոնց անենք ժամերը, որ ճիշտ գնանք, այս գնանք, ասում ենք ոնց է լինում այդ ստատուսները։ Ժամանակի խնդիր ունենք գրաֆիկի, մի օրում պետք է ասում եմ ճիշտ չէ, որ փեսայի կողմը ոնց որ չգա վերև, ներքևը սպասի, այստեղ գնաց թեթև բան, ոչ վեճ, թե ոնց կլինի բարեկամները չելնեն վերև հարսին չտենան բան, այնտեղ հարսը հա թող չգան, թող ներքևը սպասեն, ուսից թեթև վեճ գնաց։ Բան վեճ չէ, թեթև գնաց, որ դու իմ ընտանիքին չես հարգում, փեսեն ասում հարսին, ես հարգում եմ, որ չհարգի, այնտեղ ավելի մանրամասն բաներ խոսացին, բան, միջև նշանրեք։ Հիմա տես միտքը ծնում ա դու գրում ես ստատուսը, իհարկե անունները չես տալիս։ Այս sense է ծնում, անկեղծ sense է ծնում այդ ամեն ինչը։ Դու պահում ես էդի քո մոտ, sense մտքում, գրում ես քո մոտ, որ ասենք այդ առիթից մի 3 ամիս հետո կարող ես իրեն post անել, էլի։ Ու իրական դեպք է, անկեղծ։ Թեթև այն որ ես դարձա մի քիչ բան, էլի, ոնց որ ոչ թե կռվածրեցի, որ ես իրանց լավ բանի համար եմ, էլի, դա ասում որ տենց անենք, բայց իրանք արդեն գնացել են դու չես սարգում ծնողներին, sense ինչ-որ ավանդական վեճ։ Շատ հետաքրքիր է իրականում միշտ նկարումների հրապարակում լինել, էական չի թե ինչ հրապարակ է ֆիլմի, թե հարսանեկան արարողության։ Ամբողջը հետաքրքիր է, անկեղծ։ Օրինակ այս վերջի միջոցառումն էլ կոլիստերում շատ հետաքրքիր հումորային բաներ եղել է։ Այն որ ավտոմատ է ինքը լինում։ Ինչ-որ տենց ստացվում է, դու էդի պահում ես, տենց ինչ որ մեկին չես վիրավորում բնականաբար, անուններ չես տալի, տենց երրորդ դեմքով գրում ես, էլի այդ ամեն ինչը։ Շնորհակալություն Ռոբ, ձեր աշխատանքին հաջողություններ ենք մաղթում, հիմա էլ վազում եք նկարահանումների, միշտ նկարահանումները լինեն ու հետագայում երբ խոսենք արդեն էլ ավելի մեծ, հա, ձեր երազանքների թող 50-60% արդեն։ Շնորհակալ եմ ես, շնորհակալ եմ որ դուք միշտ անդրադառնում եք ինձ, իրոք անկեղծ հավեսով եմ գալիս հարցազրույցի, ինչը որ շատ կարևոր է, որ անկաշկանդ ես գալիս, չես մտածում, վայ ես հարցվեց, մենք դաժե գիտեք հարցեր չենք քննարկել, չէ՞, պայմանավորվել ենք, եկել ենք, ես չգիտեմ ինչ հարց եք տալու, ինչ եք անում, նստել եմ, որը որ անկեղծ տենց ավելի լավ է։ Իրոք շնորհակալ եմ հրավերի համար։ Սպասենք նոր ստատուսների։ Այո։ Այո։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։